Ընկերներ բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ճիշտ ասած մի հատ հետաքրքիր թեմայից եմ ուզում խոսամ, ուզում եմ սկսեմ խոսքս Հռոմեացիս 13 թղթի առաջի խոսքերը կարդալով, էլի, հստակ կարդամ, որ չասեք, էսի ինչ-որ մի բան ասում եմ, գրած ամեն մարդ թող հնազանդվի իր վրա եղած իշխանավորներին, որովհետև չկա իշխանություն, որ Աստծուց չլինի, եւ գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված, գոյություն ունեցող իշխանություններն Աստծուց են կարգված, ուրեմն իշխանությանը հակառակվողն Աստծու հրամանին է հակառակվում եւ հակառակվողներն իրենց վրա դատապարտություն են վերցնում, որովհետեւ իշխանավորները բարի գործերի վախ չեն ազդում, այլ չար գործերի։ Ուզում ես իշխանություններից չվախենալ, բարի գործի ու նրանց գովազանքը կստանաս, որովհետեւ իշխողը քեզ համար Աստծու սպասավոր է եւ քո բարիքի համար։ Իսկ եթե չարի գործես, վախեցիր, որովհետեւ սուրն իզուր տեղը չի կրում։ Հիմա ճիշտ ասած ընկերներ, այս նրանով ուզում եք ձեր հետ կիսվեի, հստակ ասում եմ։ Իշխանություն չկա, որ Աստծուց չլինի։ Ձեր իշխանությունները, ձեր ընկերներ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները այսօրվա կարգված են Աստծուց։ Ձեզնից ասում եմ, որ դուք հնազանդ լինեք, ընկերներ։ Գիտես, ես չեմ ասում իրականում շատ լավ են աշխատում։ Քավդից այնքան սխալ բաներ կա, որ իրականում ես տեսնում եմ մեկը ես իմ մեջ վերլուծություն եմ անում։ Բայց մի հատ ուրիշ նյուանս կա, ընկերներ։ Եթե դուք իրականում լավ իշխանավոր եք ուզում, ուրեմն դուք պետքա լավը լինեք։ Դուք պետքա փոխվեք, որովհետև եթե դուք հայրություն եք անում իշխանավորին, որ Աստծուց կարգված է, ուրեմն Աստծուն դեմ եք դուրս գալի։ Դուք ձեր մարդ հալով, որ Աստծուն դեմ եք դուրս գալի, չեք կարող բարի իշխանավոր ունենալ, որովհետև դուք որպես այդպեսին չար եք, ընկերներ։ Ուղիղ ձեզ ասում եմ։ Գիտես, իշխանավորը, ով որ այսօր կարգված է, ձեր շողքն է։ Ձեզնից է արտացոլվում այնտեղ ինչ կարելի է, ասենք ոնց ձեզ բացատրեմ։ Եթե դուք բարի եք, ձեր շողքը բարի է։ Եթե դուք չար եք, ձեր շողքը չար է, ընկերներ։ Մի կամեցեք փոխեք իշխանությունը, փոխեք ձեզ, ընկերներ, ձեզ փոխեք, ձեր անձերից սկսեք, որովհետև եթե դաժե այդ հոգևորականները դուրս են գալի իշխանության դեմ, դուք Աստծո դեմ եք դուրս գալիս, հա։ Ու եթե ասեք դե մենք հայրենիք ենք փրկում, դուք սուտասան եք, ընկերներ, որովհետև հայրենիքը Աստծուց է, հա, Աստվածը փրկողը կամ չփրկողը մի այդտեղ էլ գրած ասում է, զուր են զինվորները, եթե Աստված չպայի քաղաքը։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Դրա համար ընկերներ մի քիչ ձեր անձերը փոխեք, երբ որ նստում եք ինչ-որ միտեղ խոսալու, բանակցելու, մի քֆուր տվեք, մի հայոյեք ձեր իշխանավորներին, մենակ նրա համար, որ գրած Աստված է շնչում, մենակ նրա համար, որ Աստված է կարգադրել այդպես, ընկերներ, ճշմարտությունով ձեզ ասում եմ, այլապես չեք ունենալու երբեք բարի իրականում, եմ որ ասում եմ, Աստվածավախ առաջնորդներ, միշտ չար են լինելու, ձեզնից սկսեք, ընկերներ, ընդդեից մի սկսեք, ձեզնից, ձեր շողքն են նրանք, ձեր շողքն են, Ուկրաինան, որ այսօր իրականում այդ ամեն ինչը քաշում է, այդ իրանց առաջնորդը իր ժողովրդի շողքն է, հա, որ ժողովուրդը արժանի է ցավը քաշելուն, այդքան կոտորածներին ու չգիտեմ գերիներին, այդքան տարածքներ կորցնելուն, դա նախագահից չի գալի, ժողովուրդը ընտրեց նախագահին, ընկերներ, ձեզ բացատրում եմ նորից։ Դրա համար ձեզանից սկսեք։ Աստծուն հնազանդելը բարի է, այն օրն էլ նայում եմ այդ քաղաքական դիպատները, այտենց, այ ընկերներ, իրար մի նվաստացրեք, այտենց աչոք չեք հավաքում, եկեք խոսացեք բարից, եկեք խոսացեք այն ինչ որ ուզում եք անեք, այն ինչ որ տեսնում եք, այն ինչին որ հավատում եք, դրանից խոսացեք, տեսնենք իրականա ձեր հավատքը թե չէ։ Այդ ամբողջ այդ բաները, խոսակցությունները մեկը մյուսին նվաստում, մեկ-մեկ սես կողքից նայում եմ ասում իմ Աստված, ինչքան ժամանակ է պետք, որ այս մարդիկ իրականում փոխվեն մի քիչ իրանց կողքից տեսնեն։ Դրեք հələ այդ վիդեոները նայեք, սես կողքից մեկը մյուսին վիրավորում է, այնքան որ մի քիչ ինքը բարձրանա։ Մեկը մյուսին ցածրացնում է, ինչքան կարեն նվաստացնում է։ Ախր արդար մեկն էլ չկա, որ մեկին նվաստացնի ինքը բարձրանա, որ արդարը լիք ասենք, հա, բոլորս էլ մեղավոր ենք, ընկերներ։ Չգիտեմ, իրականում խնդրելով խնդրում եմ։ Իմ համար բոլոր իշխանավորները են, հներն էլ, այս նորերն էլ, այն ժամանակներում կարող են ինչ-որ չար բան խոսացել եմ չգիտակցելու, բայց հիմա ուղղացում եմ, հիներն են, նորերն են, բոլորն են Աստծուց են կարգված եղել ձեզ, որովհետև ձեր շողքն են ընկերներ։ Ճշմարտությունով ձեզ ասում եմ։ Դրա համար եկեք Աստծուն, հնազանդվեք Աստծո խոսքին։ Աստված էլ լավ իշխանավորներ, բարի իշխանավորներ, Աստվածավախ իշխանավորներ կդնի ձեր պետություններ, ծաղկի կզորանա, կորտնվեք ու կտեսնեք։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, ճշմարտապես օրհնելով օրհնում եմ ձեզ։ Նաև օրհնում եմ այս երկրի իշխանավորներին իրական։ Թող Աստված իրենց գիտություն տա ու աստվածավախություն ունենան, որ կարողանան ճիշտ ու արդար ղեկավարել երկիրը։ Իմ խնդրանքը մենակ այնա, որ իրականում աստվածավախություն ունենան։ Մնացած ամեն ինչ կտրվի։ Իմաստությունը գալիս է Տիրոջ երկրից, ճշմարտությունով ասում եմ։ Սրանով եմ ուզում կիսվել, ընկերներ, օրհնում եմ ձեզ։ Անուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։